Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, մարտի 12-ն է և այս հաղորդման ընթացքում շատ կարևոր թեմաների պետք է անդրադառնանք, բավականին ծավալուն հաղորդում ենք ունենալու, սկսում ենք երևի թե Նիդերլանդների արտգործնախարարի այցից Հայաստան, քանի որ դա կարծում եմ ամենակարևորն է հիմա, Հայաստանի մասով ինչ կուզենայի քննարկել, Հայաստանի և Նիդերլանդների միջև ստորագրվել է ռազմավարական հարաբերությունների հռչակագիր, դա շատ կարևոր իրոք փաստաթուղթ է և Նիդերլանդների արտգործնախարարն էլ ասում է, որ նման փաստաթուղթ հաճախ չէ, որ Նիդերլանդները ստորագրում են որևիցե երկրի հետ և փաստացի հիմա մենք ունենք մի կարևոր փաստաթուղթ, ևս մի կարևոր ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը որ հիմա ստորագրվեց Նիդերլանդների թագավորության հետ։ Քանի որ բավականին ծավալուն ելույթ են ունեցել թե Հայաստանի արտգործնախարարը և թե Նիդերլանդների արտգործնախարարը, այդ իսկ պատճառով կրկին պետք է առաջարկեմ ձեզ լսել այդ հանդիպման և հայտարարությունների վերաբերյալ արհեստական բանականության կողմից մեզ համար առանձնացրածը, կարծում եմ դա հետաքրքիր կլինի, մեծ մասը, եթե չեմ սխալվում, ընդհանուր առմամբ դժգոհ չեն, որ մենք օգտագործում ենք նաև այդ ֆորմատը, ասեմ միանգամից, երբ որ շատ է լինելու խոսելու և քննարկելու հարցեր, այսինքն բազմաթիվ երկար հայտարարություններ ունենք, մեզ դժվար է կետ առ կետ ամեն մի կետին անդրադառնալ, ամեն մի հարցին անդրադառնալ, շատ ավելի լավ կլինի, որ դա մեր փոխարեն անի արհեստական բանականությունը, բնականաբար մենք անպայման կմեկնաբանենք նաև դա, կանգ առնելով շատ կարևոր պահերի վրա, բայց սա ընդամենը մի մասն է կազմում, որ մենք մեր հաղորդման ընթացքում օգտագործում ենք մեկ-մեկ արհեստական բանականությունը, հաղորդման հիմնական մասը կրկին շարունակելու եմ վարել ես և մեկնաբանել ես, ուղղակի, ինչպես արդեն նշեցի, ամենաերկար հատվածներին ես օգնության եմ հրավիրելու արհեստական բանականությանը, որպեսզի նրա միջոցով մենք կարողանանք ավելի արագ և հեշտ պատրաստել մեր հաղորդումները։ Հիմա սիրով ներկայացնեմ ձեզ այդ հանդիպման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ։ Նիդերլանդների համար առաջնային են Հայաստանի դիմակայունության ամրապնդումը և տարածաշրջանային կայունության հաստատումը։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին նաև տնտեսական դիվերսիֆիկացման հարցում։ Հարավային Կովկասում կայունության հաստատումը կենսական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Նիդերլանդները սատարում են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կասպար Վելտկամփ, Նիդերլանդների ԱԳ նախարար։ Հայաստանը և Նիդերլանդները ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիր, բացելով մեր հարաբերությունների զարգացման նոր փուլ։ Այս փաստաթուղթը խորհրդանշական է և պարտավորեցնող, և ես շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության կապակցությամբ։ Ես շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում մեզ փաստաթղթում ամրագրված համագործակցության իրականացման գործում։ Արարատ Միրզոյան, Հայաստանի ԱԳ նախարար։ Նիդերլանդները մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը, ինչն արտացոլված է ռազմավարական գործընկերության հռչակագրում։ Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանի երկկողմ հանձնառությունը։ Մեր քննարկումները նախարար Միրզոյանի հետ ևս մեկ անգամ վկայեցին մեր հավակնությունների մասին, ամրապնդելու դիվանագիտական կապերը։ Այս փաստաթղթի ստորագրմամբ մենք վերահաստատում ենք մեր հիմնարար սկզբունքները և ցույց ենք տալիս քաղաքական, սոցիալական և տնտեսական երկկողմ կապերի ամրապնդման մեր հանձնառությունը։ Նիդերլանդների համար սա հազվադեպ երևույթ է, որը վկայում է Հայաստանին մեր նվիրվածության մասին։ Եվ ինչպես արդեն նշեցի, այս փաստաթուղթը իրոք շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես դուք տեսաք Նիդերլանդների արտգործնախարարի հայտարարությունից, նաև Նիդերլանդների համար, եթե ուշադրություն դարձրիք նաև Նիդերլանդների արտգործնախարարը ասում է, որ Հայաստանի կայունությունը, նաև Հարավային Կովկասում կայունությունը շատ կարևոր է Եվրոպայի համար և հիմա փաստացի այս հարաբերությունների հաստատումը տարբեր ոլորտներում խորացնելու է կապերը Նիդերլանդների հետ։ Շարունակենք լսել։ Մենք կարծում ենք, որ գերիները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն, համաձայն միջազգային չափանիշների և ունենան արդար դատավարության իրավունք։ ԵՄ-ն և Նիդերլանդները կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա, որը բարձրացվել է նաև Բրյուսելում։ Մենք կշարունակենք աշխատել հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հաստատի այստեղ գերիների մասին է խոսվում, որ Նիդերլանդները ևս իրենց ուշադրության կենտրոնում են պահում այս հարցը։ Կասպար Վելտկամփ,
Նիդերլանդների ԱԳ նախարար, պատասխանելով հայգերիների վերաբերյալ հարցին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մոտեցումները խաղաղության պայմանագրին 6-ամփոփ 3-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ, եւ առաջիկայում կքննարկենք դրանք ադրբեջանական կողմից։ Մենք քննարկում ենք նաեւ այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը, միջազգային իրավական հարթակներում միմյանց դեմ վեճերից, հայցերից, բողոքներից հրաժարվել։ Եթե այս կետերը եւ մյուսները համաձայնեցվեն, ստորագրվեն եւ ուժի մեջ մտնեն, ապա ենթակա են պարտադիր կատարման։ Արարատ Միրզոյան, Հայաստանի ԱԳ նախարար։ Ինչ է ասում Հայաստանի Հանրապետության արտգործ նախարարը։ Փաստացի Հայաստանը պատասխանել է 12-րդ խմբագրությանը Ադրբեջանին եւ այստեղ կոնկրետ խոսք կա միջազգային հայցերից հրաժարվելու մասին։ Գիտենք նաեւ, որ Եղիշե Կիրակոսյանն էր օրեր առաջ հրաժարական տվել, շատերը կապում էին նաեւ սրա հետ, իրոք շատ հնարավոր է, ես չեմ կարող դա բացառել, բայց չեմ կարող կրկին հաստատել։ Եվ հաջորդ կետը, որին որ Արարատ Միրզոյանը անդրադառնում է, դա արդեն սահմանից հետ կանչելն է երրորդ կողմերին, այսինքն խոսքը վերաբերվում է կոնկրետ Եվրամիության դիտորդական առաքելությանը, որը որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից, որ Հայաստանից պետք է դիտորդական առաքելության ներկայացուցիչները հեռանան։ Այս մասի վերաբերյալ մենք բազմիցս լսել ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը, որ այն տեղերից միայն կարող են հեռանալ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որտեղ որ դելիմիտացիա եւ դեմարկացիա է տեղի ունեցել, այսինքն սահմանազատված սահման ունենք Ադրբեջանի հետ։ Հույսով եմ, որ դիրքորոշումը չի փոխվել Հայաստանի արտգործնախարարության եւ իշխանությունների։ Եթե դիրքորոշումի փոփոխություն կա, դա ահավոր է, շատ վատ է, նույնիսկ չեմ կարող բնութագրել, թե որքանով վատ է, բայց կրկին պետք է ասեմ, որ նման տեղեկություններ չկան, ինչի մասին է հիմա խոսում Արարատ Միրզոյանը, հույս ունենանք, որ նրա մասին, որ Հայաստանը այնուամենայնիվ չի փոխում իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ եւ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհեռանան միայն այնտեղից, որտեղ որ սահմանը դեմարկացիա եւ դելիմիտացիա է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Բայց ես նաեւ ասել եմ իմ կարծիքը մնում է անփոփոխ, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը անմիջապես սահմանից կարող է հեռանալ այդ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացված սահմանից, բայց ընդհանուր առմամբ շատ ճիշտ կլինի, որ այն մնա Հայաստանում եւ մի փոքր ավելի հեռավորության վրա արդեն դիտարկի հայ-ադրբեջանական սահմանը, կրկնեմ այն տեղերը, որտեղ որ դեմարկացիա եւ դելիմիտացիա է իրականացվել։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, հիմա անդրադառնանք Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցին, թուրքական NTV հեռուստաընկերությանը Ռուբեն Ռուբինյանը հարցազրույց է տվել եւ փաստացի խոսել է հայ-թուրքական հարաբերություններից, հստակ նշելով, որ որևիցե խնդիր ինքը չի տեսնում, որպեսզի սահմանը բացվի, հայ-թուրքական սահմանը բացվի, Մարգարայի անցակետը Հայաստանը ամբողջությամբ վերանորոգել է եւ հիմա փաստացի Թուրքիան պետք է այդ որոշումը կայացնի եւ նաեւ նա հիշեցնում է, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, կարծես 2022 թվականին էր այդ պայմանավորվածությունները, 2022 թվականին էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը պետք է բացվի, ինչը մինչ օրս հիմա տեղի չի ունեցել։ Նա նաեւ խոսում է, որ չկա որևիցե լուրջ հակասություն երկրների միջև, որևիցե պատճառ, որի պատճառով չպետք է բացվի սահմանը եւ չպետք է հաստատվեն հարաբերություններ եւ հստակ ասում է, որ Հայաստանը սպասում է թուրքական կողմին եւ Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։ Հայաստանին մասամբ վերաբերվող թեմաներից է նաեւ այն, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի միջև եւ հիմնականում նրանք քննարկել են իրենց ճանապարհների տարանցիկությունը, հատկապես Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապն են նրանք քննարկել։ Այս պայդրությամբ այլ հաղորդագրություն չկա, բայց կարծում եմ դա եւս հետաքրքիր է իմանալ, որ նման քննարկումներ կան ադրբեջանական եւ իրանական կողմերի միջև եւ դրանք վերաբերվում են իրենց տրանսպորտային կոմունիկացիաներին, որը որ կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Հիմա խոսենք միջազգային կարևոր իրադարձություններից։ Կան մարդիկ, որոնք որ մեկնաբանությունների մեջ գրում են, թե դու հայ բլոգեր ես, թե ուկրաինացի բլոգեր, այսինքն Ուկրաինայից շատ ես խոսում, նախ ես բլոգեր չեմ, պետք է նշեմ, որ 10 տարուց ավելի է զբաղվում եմ
վերլուծական գործունեությամբ, վերլուծական աշխատանքներով եւ բազմաթիվ հոդվածներ ենք այս ընթացքում մենք հրապարակել, բազմաթիվ հարցազրույցներ, բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում տարբեր կազմակերպությունների, տարբեր անհատների, քաղաքական գործիչների հետ, միշտ ակտիվ գործունեություններ ծավալել մեր կազմակերպությունը եւ հիմա ուղղակի նաեւ YouTube-ում մենք անցկացնում ենք ձեզ համար սիրելի հայրենակիցներ հաղորդումներ, հաշվի առնելով այն, որ բավականին մեծ է հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ եւ դրա համար նաեւ տեղափոխվել ենք հիմնականում հիմա այս դաշտ։ Ինչ վերաբերվում է, որ մենք շատ ենք քննարկում նաեւ Ուկրաինայի հարցը, աշխարհում ամենակարևոր հարցերից մեկը հիմա Ուկրաինան է, միջազգային կարևոր իրադարձությունները ծավալվում են հենց Ուկրաինայի շուրջ եւ ես գրեթե համոզված եմ եւ շատերն են գիտեմ, որ համոզված, որ Ուկրաինայում տեղի ունեցածը միանշանակ ազդում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վրա։ Հայաստանի եւ Վրաստանի համար չափազանց կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ մեր երկրները եւս Հայաստանը եւ Վրաստանը կարիք ունեն պաշտպանելու իրենց եւ պահպանելու իրենց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Վրաստանի պարագայում ընդհանրապես մենք կարիք ունենք, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի։ Վրաստանը ամեն անգամ այս հարցը բարձրաձայնում է եւ ես որպես Վրաստանի քաղաքացի այն եզակի մարդկանցից մեկն եմ հայ ազգի, որը մշտապես նաեւ մեր եթերներում բարձրաձայնում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությունը եւ փորձում ենք այսպես օգնել թե Վրաստանին եւ թե Հայաստանին եւ համոզված ենք, որ մեր ընդհանուր ապագան կայանում է նրա մեջ, որ մենք պետք է դառնանք Եվրոմիության անդամ եւ ավելի պաշտպանված դառնանք ու ավելի ինքնիշխան։ Ուկրաինային անդրադառնալով պետք է ասեմ, որ բավականին ծանր է իրավիճակը ուկրաինական զորքերի Կուրսկի շրջանում։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանց հաջողվել է ամբողջությամբ գրավել Սուջա քաղաքը, այսինքն Սուջայից ուկրաինացիները հեռացել են ըստ ռուսական աղբյուրների, այսօր մենք նաեւ խոսել էինք Իսկանդեր M-ով ռուսական կողմից Ուկրաինայի տարածքին հարվածի մասին, որի ընթացքում մարդ էր զոհվել, քաղաքական իրադարձությունները ավելի բուռն են, հիմա ավելի շատ հարցեր են քննարկվում քաղաքական ասպարեզում եւ օրինակի համար Պոլիտիկոն հայտնում է, որ երեկվա բանակցությունների ընթացքում ընդհանրապես Ուկրաինայի տարածքների հարցը չի քննարկվել, հիշում ենք մենք, որ Դոնալդ Թրամփը ասում էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքներից եւ հիմա Պոլիտիկոն հայտնում է, որ այդ հարցը ընդհանրապես չի շոշափվում։ Ուկրաինայի մասով մի քանի նոր հայտարարություններ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոյի խոսքերով Ուկրաինայի մասով բանակցությունները Ռուսաստանի հետ ներառելու են նաեւ Եվրոմիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Ռուբիոն նաեւ նշել է, որ եթե Ռուսաստանը մերժի գնալ հրադադարի 30 օրվա հրադադարի, դա շատ բան է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասելու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համապատասխան արդեն եզրակացություններ են անելու։ Այս մասով նաեւ արտահայտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլոխոսնակ Պեսկովը, նա ասել է, որ Կրեմլը սպասում է պարզաբանումներ այդ հանդիպումից, որը տեղի ունեցել ուկրաինական եւ ամերիկյան կողմերի միջև, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կողմերի միջև։ Պեսկովը նաեւ ասել է, որ հեռախոսազրույց շատ արագ հնարավոր է կազմակերպել Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև, որպեսզի նրանք քննարկեն այդ բանակցությունների հարցը, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած բանակցությունների հարցը եւ եթե նման կարիք առաջանա, իրենք շատ արագ կարող են կազմակերպել այդպիսի հեռախոսազրույց։ Սակայն նույն ժամանակ Reuters-ը հաղորդում է, որ Պուտինը դժվար թե համաձայնվի ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկը 30 օրով դադարեցնել պատերազմական գործողությունները։ Reuters-ը հղում է անում իր աղբյուրներին Կրեմլում։ Զելենսկին էլ հայտարարել է, որ ոչ ոք չի հետաձգելու ընտրությունները, երբ որ ռազմական դրությունը ավարտվի, չեղարկվի Ուկրաինայում, այսինքն այդպիսի ընտրություններ, նախագահի ընտրություններ Ուկրաինայում տեղի կունենան։ Զելենսկին նաեւ խոսել է այն մասին, որ հիմա հստակ արդեն երևալու է ով է ուզում խաղաղություն եւ ով չի ցանկանալու խաղաղություն։ Նաեւ տեղեկություններ կան, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները սպասում են կոնկրետ, եթե Ռուսաստանի Դաշնությունը մերժի գնալ խաղաղության, ապա շատ ավելի լուրջ ձևով սկսելու են զինել
Ուկրաինային։ Այլ միջազգային հարցեր ևս կարելի է քննարկել այս հաղորդման ընթացքում։ Կարծում եմ կարևոր է նշել, որ Գրենլանդիայում ընտրություններ են տեղի ունեցել եւ ընտրություններում Գրենլանդիայում մեծամասնություն են ստացել այն ուժերը, որոնք որ Գրենլանդիայի անկախության կողմնակից են։ Ինչ վերաբերում է Կանադայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այդ մաքսատուրքերի պատերազմին, Դոնալդ Թրամփը 50%-անոց մաքսատուրքեր էր սահմանել Կանադայի դեմ, բայց հիմա արագ չեղարկել է այդ մաքսատուրքերը։ Նաեւ կարծում եմ կարևոր է նշել, որ Եվրոմիության նկատմամբ են այդ մաքսատուրքերը սահմանվել 25%-ի չափով եւ հիմա նաեւ Եվրոմիությունն է պատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգներին նման գործողություններով։ Մերձավոր Արևելքից ևս կան որոշակի տեղեկություններ, դեռևս կծկդուր տեղեկություններ կան այն մասին, որ քրդերի ուղղությամբ օդից հարձակում է տեղի ունեցել, եթե լինեն նոր մանրամասներ այս առումով մենք անպայման կխոսենք մեր հետագա հաղորդումների մեջ։ Նաև կան տեղեկություններ, որ կրկին Եմենի հութիներն են ակտիվացել եւ սկսել են կրկին հարձակվել միջազգային նավերի վրա։ Կարծում եմ այստեղ ևս մենք ապագայում կունենանք արդեն մոտ ապագայում նոր տեղեկություններ այս հարցի շուրջ։ Այս ժամի համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել, անպայման գրեք ձեր կարծիքը մեկնաբանության մեջ, եթե ինչ-որ մի բան նաև ձեր դուրը չի գալիս, ինձ համար շատ կարևոր է իմանալ, շատերն էին գրել, որ մեկ-մեկ կարելի է օգտագործել, կրկին հիշեցնեմ արհեստական բանականությունը, բայց ես կրկին ինչ-որ կասկածներ ունեմ, որ դա ձեզ դուր է գալիս եւ դրանով դուք կարողանում եք ստանալ հավելյալ տեղեկատվություն, չնայած որ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ արհեստական բանականությունը կարողանում է ընդհանուր այդ ամենը հավաքագրել, մի փոքր էլ խմբագրել, փոքրացնել եւ շատ ավելի գեղեցիկ ձևով մատուցել այն ծավալի տեղեկատվություն, որը որ ֆիզիկապես իրոք շատ դժվար է, քանի որ մենք էլ ամբողջ օրը զբաղվում ենք տարբեր կարևոր տեղեկությունների հավաքագրմամբ, այդ գործում մեզ բավականին մեծ եւ նշանակալի օգնություն է ցուցաբերում հենց այս արհեստական բանականությունը։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։